պարտի տարածքն է, որտեղով որ դուք գնացել եք, ինքը ամբողջությամբ ձեր ընկերներից մեկին, սա փոքր Սևանն է, սա մեծ Սևանն է, սա Սևան քաղաքն է, դուք եկեք հասել եք այստեղ, բայց որտեղից եք եկել, Երևանից գնացող քարտեզը մեր վրա, մեզ մոտ չի երևում, որ հասից եք եկել Սևան, բայց երբ որ դուք Սևանից դուրս եք եկել գնալու Արտանիշ եւ վերադարձանելու, դուք դուրս եք եկել, այսպես գնացել եք Ծովագյուղով, այսպես գնացել եք, հասել եք Արտանիշ, այստեղ է Արտանիշը գտնվում։ Այսինքն, այստեղ նորադուսն է գտնվում, այստեղ Արտանիշը ամենանեղ հատվածը 7 կիլոմետրանոց, եթե բարձրացել եք ձեր, այսպես ասած, արշավի սարը, այնտեղից պիտի որ տեսնեիք ամբողջ Սևանը, ամբողջությամբ տեսել եք, ձեր Արտանիշը, որտեղ որ դուք հանգստացել եք եղել այստեղ, իսկ այս կարմիրով նշվածը արդեն Արտանիշի արգելոցն է, որտեղ որ կազմակերպվում է ընդհանուր, այսպես ասած, պահպանություն կենդանիների, թռչունների եւ բնականաբար ծառերի ու բույսերի։ Պատկերացրեցիք, հիմա դուք ընդեղից գալուց Արտանիշից դուրս եք եկել Սևանա լճի հարևանությամբ, չէ՞։ Մայրուղի Սևանա լճում, այսպես եկել եք Ծովագյուղ անցել եք, եկել եք մտել եք Սևան։ Գետերն են, որոնք գալիս են թափվում են Սևանա լիճ, 28 գետակ թափվում է Սևանա լիճ եւ դուրս է գալիս միայն մեկը Հրազդան գետը, որը գնում է ձեր քաղաքի միջով, չէ՞, մայրաքաղաք Երևանի միջով գնում է եւ Արարատյան դաշտը բողոքում է։ Այսինքն մեր Սևանա լճից է ծնվում գրեթե ամբողջ Արարատյան դաշտը։ Այս վարդագույնով նշվածները սրանք արդեն արգելավայրեր մենք ունենք եւ արգելոցներ եւ արգելավայրեր։ Այս վարդագույնը որտեղ որ չի թույլատրվում որպեսզի դու գործնեություն ծավալես, հասկացա։ Ասենք դու չես կարող մտնել այնտեղ օրոված անել, նստել, ուտել։